Այսօր ուզում եմ հետաքրքիր փաստեր ներկայացնել իմ ամենասիրելի քաղաքի՝ Ջերմուկի մասին։ Ջերմուկը գտնվում է մարզկենտրոն Եղեգնաձոր քաղաքից 50 կիլոմետր հյուսիս-արևելք Արփա գետի ակունքի շրջանում, իսկ մայրաքաղաք Երևանից 173 կիլոմետր հեռավորության վրա։ Հայաստանի 3 առողջարանային քաղաքներից մեկն է։ Այն շրջափակված է 2500-ից 3000 մետր բարձրության հասնող լեռնաշղթաներով, իսկ հարավ-արևմուտքում Արփայի գեղատեսիլ կիրճն է։ Արփայի մեջ թափվող վտակի գետաբերանի մոտ առաջացել է մի քանի տասնյակ մետր բարձրության հանքային ջրվեժ։ Հայտնի է հատկապես Արփայի աջ և ձախ ափերին գտնվող թվով 36 բուժիչ տաք աղբյուրներով, ջերմուկներով։ Ջերմուկի կազդուրի չանքային ջրերը դեռ շատ հնուց օգտագործվել են ինչպես հասարակ ժողովրդի, այնպես էլ սյունյաց իշխանների կողմից բուժման նպատակով։ Ջերմուկը ոչ միայն բազմաթիվ լեգենդների բնաշխարհ է, այլ նաև քաղաքում սփռված պատմամշակութային հուշարձաններով, տեսարժան կառույցներով, քարանձավներով, որսատեղիներով, բարձր լեռներով մի բացօթյա թանգարան է, ունի լեռնային կլիմա։ Մոտակա լեռան գագաթին կարելի է տեսնել եղնիկի արձանը։ Ըստ լեգենդի, շատ տարիներ առաջ, երբ շրջակա անտառները լի էին կենդանիներով, որսորդը նետով վիրավորում է մի եղնիկի։ Հաջողացնելով փախչել, եղնիկը հասնում է ջերմուկի հանքային ջրերին և լիովին ուժասպառ եղած նետվում է ջուրը։ Քիչ անց եղնիկն այնտեղից դուրս է գալիս լիովին առողջ։ Հրաշք ապաքինման մասին լուրն արագ տարածվում է, իսկ եղնիկը դառնում է ջերմուկի խորհրդանիշը։ Ջերմուկի ջրվեժը սկզբնավորվում է աղբյուրներից և գմբեթային դարավանդներով թափվում Արփա գետը։ Բնության այս հրաշքը, որը թափված վարսեր է հիշեցնում, ժողովուրդն անվանել է ջրահարսի վարսեր և հյուսել նրա մասին մի լեգենդ։ Շատ հնուց այսօրվա ջրվեժի տեղում անդնդախոր ժայռերի ծերպին գտնվում էր իշխանի ամրոցը, որի գեղեցկուհի դուստրը բնության մի մասն էր կազմում։ Իշխանուհու ձեռքը խնդրելու էին գալիս աշխարհի տարբեր ծայրերից, սակայն նա մերժում էր բոլորին, քանզի նրա սիրտը պատկանում էր հովվի որդուն։ Ամեն օր կեսգիշերից հետո ամրոցի իր ննջարանի լուսամուտից իշխանուհին ձորն էր նետում երկար պարանի ծայրը, որով հովվի որդին խորը կիրճից բարձրանում էր իշխանուհու մոտ։ Սակայն իշխանը իմանալով այդ մասին, բարկանում և անիծում է դստերը. եթե մեկ անգամ էլ հանդիպի հովվի որդուն, թող աղջիկը ջրահարս դառնա։ Եվ հերթական անգամ, որպեսզի սիրելիին օգնի բարձրանալ իր դղյակը, գեղեցկուհին պարանի փոխարեն ժայռի բարձունքից կախում է իր երկար և գեղեցիկ մազերը։ Եվ նույն ակնթարթին իշխանուհին դառնում է ջրահարս, իսկ կիրճ թափվող նրա գեղեցիկ վարսերը դառնում են հրաշագեղ մի ջրվեժ, որի ժողովուրդն անվանում է ջրահարսի վարսեր։